բարի լեզվով, բարի միջոցով փոխանցվում է մի ուրիշ ոգի, մի հավերժական արժեք, որին նույնիսկ չես վարանում կոչել, ասենք, սուրբ վախ կամ մի սրբության զգացմունք, անմահության զգացում, մի անհասանելի բանի զգացում, որ թվում է երբեք չես կարող հասնել եւ մարդկային միտքը երբեք չի կարող ըմբռնել այդ խորհուրդը։ Ուսումնասիրելով տարբեր ազգերի բնիկ պարարվեստը եկել եմ այն համոզմամբ, որ աշխարհում ամենահարուստ, ամենագեղեցիկ պարը դա հայկական պարն է։ Ցանկացած ազգ իր պարային տեքստը մշակում է ելնելով իր ազգի բնավորության գծերից, իր ազգի հոգեբանությունից։ Իհարկե մեր ազգային պարերում բնորոշվում են մեր ազգի դիմագիծը, մեր պատմությունը, մեր հոգեբանությունը, մեր փիլիսոփայությունը։ Դա ոչ միայն, ասենք, մեր ազգի համար կարևորագույն նշանակություն է ունեցել ոչ միայն դիտել որպես գեղարվեստական արժեք, ազգային պարը դա գիտություն է, որ այն խորությամբ ուսումնասիրելու, այն խորությամբ զգալու համար, ինչպես Կոմիտասն էր ասում, պիտի գնաս մինչև տեզերք։ Պարը ընդհանրապես ներսում է երևում։ Պատկերացրեք, որ մենք բեմից նայում ենք պար կամ հեռվից տեսնում ենք պար, շրջանը գնում է, շարժվում է, մի շրջան, ժապավենի նման շարժվում է։ Կարող ենք նայել 10 րոպե, 15 րոպե եւ ասել, որ հա, այսպես շուրջը կանգնած են, ձեռքի բռնած, գնում են ձախ, գալիս են աջ, երբեմն այդ ժապավենը, եթե նայենք, թափ է առնում, ալեկոծվում է, հետո աշճանաբար զարգանում է, հասնում է մի գագաթնակետի, ապա սկսում է նորից դանդաղել, մարել։ Բայց եւ շատ ուշադիր նայենք, ել ավելին կտեսնենք, մեր բարի մասին է խոսքը։ Տեսնենք, որ այդ ժապավենի ներսում կատարվում են շարժումներ, նախշեր, որ նրանց քայլքը, եթե հիշողության մեջ պահենք, կտեսնենք, որ կարծես ասեղնագործում է, խալի է գործում, եւ նույնիսկ փորձ է արված, որ այդ շարժումների մի մասը եթե գծերով գծեն, թե ինչ են անում շարժումները, կտեսնեք, որ դա համապատասխանում է նաեւ մեր ասեղնագործության այն նմուշներին, որոնք վերցված են հին նախշերից մեր հնագույն շրջանում։ Բոլոր ազգերն իհարկե ունեցել են ծեսեր, ծիսակատարություններ, ազգային պարեր։ Մենք ամենակցկտուր տեղեկությունների հիման վրա էլ այսօր վստահաբար կարող ենք ասել, որ նրանք նույնպես ունեցել են ազգային պարեր, որ իհարկե իրենք էլ իրենց ազգային պարերով փառաբանել են բարի աստվածներին, իսկ մի ուրիշ ծիսակարգով փորձել են չարուժերին հեռացնել իրենց բնակության վայրից։ Եվ այստեղ խոշոր դեր է կատարել շարժումը, պարը։ Իսկ մեր ազգային հոգեբանությունը, մեր ազգային գաղափարախոսությունը հիմնականում դրված է մեր պարի մեջ։ Եվ ահա, եթե փորձենք ավելի ուշադիր նայել այդ պարին, մենք տեսնենք, որ այդ պարը կարծես դիտելու համար չի, որ ինչ-որ մեկը դիտի։ Այսինքն հին ժամանակներում, նախաքրիստոնեական եւ ավելի շատ հին ժամանակներում, գրեթե կարելի է ասել դիտորդ չի եղել։ Բոլորը պարել են, մանկությունից պարել են, եւ ծեսը չի եղել թատրոնի պես, որպեսզի ինչ-որ մի մաս ծես անին, մյուս մասը որպես թատրոն հանդիսատես դիտեն, այլ դա եղել է մի ամբողջ մասնակցություն, բոլորը եղել են ծեսի մասնակից։ Գուցե պասիվ, գուցե մի մասը ակտիվ, ամենայն դեպս նրանք եղել են այդ ծեսի մեջ, եւ դա եղել է բնական կենցաղ, ապրելակերպ։ Եթե մասնագետի հայացքով նայենք, ուրեմն պարը, այդ պարը, որի մասին խոսում ենք, մեր հին պարը, մեր լավագույն պարերը, կարող են
այնքան արժեք ունենալ որպես մշակույթ, ինչպես աշխարհում որևէ մի մշակութային արժեք, բարձր արժեք։ Ֆրանսիացիները կարողացան իրենց 8-9 շարժումը, որը կոչվում է դասական բարի էկզերսիս, բերել դարձնել համաշխարհային բարարվեստի բանահյուսական խաչմերուկներում դնել այն։ Իսկ մենք չկարողացանք։ Իսկ մենք քանի հազար այդպիսի շարժումներ ունենք։ Ես առիթներ եմ ունեցել նախորդ առիթում մեր երգի տեսակները համեմատել են հին քաղաքակրթության նմուշների հետ, որոնք հայտնի են աշխարհում։ Համեմատել եմ եգիպտական բուրգերի հետ, կամ հեթիտների, շումերների քաղաքակրթության նվաճումների հետ, եւ նույնը պետք է ասել բարի մասին, որ ինչպես երգը մեր լավագույն, այնպես էլ մեկ բարը կարող է հավասար լինի մեկ բուրգի։ Նա ճարտարապետության լեզվով է տրված, սա բարի լեզվով է տրված։ Վերջին հաշվով երկուսն էլ արտահայտվում են մարդու մեջ, մարդը ինչ է զգում դա նայելուց։ Դա է մեծությունը, դա անսահման արդեն այնտեղ տիեզերք է։ Չէ՞ որ այս մշակույթի մեջ մեկտեղված են մեր մշակույթի բոլոր ձևերը, թե ճարտարապետություն, թե գեղանկարչություն, թե երաժշտություն։ Անգամ ռազմական դաստիարակության նշանակությունն էր բարերը։ Զուռնայի եւ դհոլի նվագակցությամբ սովորում էին նետ խփել, սովորում էին գուրզով հարվածել, վահանի բռնելաձևել։ Մարտից առաջ իրանց պարն էին պարում, համշենահայերի թրթռուկ պարի մասին է խոսքը։ Կարմիր թիկնոցներով էին պարում։ Իսկ ինչու էին պարում կարմիր թիկնոցներով, որպեսզի թշնամին, եթե վիրավորվեն, արյունը խառնվի թիկնոցի հետ եւ թշնամին տեսնի չոգևորվի այդ արյունից։ Դուք պատկերացնում եք պարի գաղափարախոսությունն ու նշանակությունը ինչ մեծ դեր է ունեցել մեր ազգի համար։ Երբ մենք նայում ենք դրսից հայացքով, վերևից եւ նայում ենք համաշխարհային քաղաքակրթության մասշտաբով, այն ժամանակ մենք գնահատում եւ տեսնում ենք, թե ինչ մեծ արժեք ունենք, որը պետք է այսօր գիտակցվի։ Դրա համար երբեմն օտարը, ասենք գերմանացիները կամ եվրոպացիները, ճապոնացիները, քանի որ նրանք դրսից են դիտում, նրանք երբեմն շատ ավելի շուտ են գիտակցում։ Նրանք տեսնում եւ զարմանում են, զգում են երբեմն ավելի շատ, ասում են սա ինչ է, զգում են, որ ինչ-որ մի խորհրդավոր, անծանոթ, հին, մեծ եւ ուղղված ապագային մի նմուշ տեսան արվեստի, որովհետեւ իրենց համար սա սովորական կենցաղ չի եւ հանկարծ հանդիպում են այդ բանին։ Այսօր աշխարհի ցանկացած երկիր, եթե չինացին բարի, մենք կարող ենք չասել, որ դա չինական բար է։ Աշխարհի որ երկրում իսպանացին բարը, մենք դա կասենք, որ իսպանական բար է դա։ Իսկ մենք մեր բարը պահում ենք։ Եթե նայենք մեր մշակույթում, հայ մշակույթում, մենք ճարտարապետության մեջ բավականին գործ ենք արել։ Օրինակ Թորոմանյանը ժամանակին կատարեց վերականգնումներ, դասակարգեց մեր ճարտարապետական արժեքներ։ Թորոմանյանից հետո շարունակեցին ակադեմիա եւ այլն հատորներ են տպել։ Եթե մեր բանահյուսության մեջ նայենք, 20 հատոր են, չէ, հրատարակել, հեքիաթների, էպոսը Սրվանստյանը գրառեց, փրկեց, Կոմիտասը մեր երգերը փրկեց, բայց արի ու տես, որ այս մեր պարը, որ այսքան մեծ արժեք ունի, կարծես դեռ լրիվ չի գիտակցվել, թե ինչ մենք ունենք, ինչի հետ գործ ունենք։ Դա հավասարազոր է պատկերացրեք նրան, որ մինչև այսօր էպոսը բանավոր պատմեին, եւ մինչև այսօր դեռ չգիտակցեին, թե որ պետք է գրառել, փրկել, տարածել,